Եթերում 02-ի հերթական թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ոստիկանության բարեփոխումների 2024-26 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը։ Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը տեղի է ունեցել ընտրության փուլի եզրափակիչ նիստը։ 38-ամյա տղամարդու և 20-ամյա աղջկա խուզարկությամբ Մակարով ատրճանակներ են հայտնաբերվել, քրեական ոստիկանության գլխավոր վարչության բացահայտումները։ Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը։ Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ ոստիկանության բարեփոխումներին ուղղված միջոցառումների կարողությունների բարելավման վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը։ Օրակարգի շրջանակում քննարկվել է ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նախ անդրադարձել է ռազմավարական ծրագրի գերակայություններին և ներկայացրել այն աշխատանքները, որոնք իրականացվել են այդ ուղղություններով։ Նրա ներկայացմամբ իրականացված միջոցառումներն ուղղված են եղել քաղաքացիական վերահսկողության ներքո գործող ոստիկանության կառուցվածքային և ֆունկցիոնալ համակարգի վերջնական ձևավորմանը, մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցումների ներդրմանը, բարևարկության ամրապնդման ու հանրային հաշվետվողականությանը, կրթական միջավայրի բարելավմանը, արդի մարտահրավերներին դիմակայող պրոֆեսիոնալ ոստիկանական համակարգի ձևավորմանը, ոստիկանական ծառայությունների շրջանակներում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության պատշաճ ապահովմանը, ոստիկանության հանդեպ հանրային վստահության աստիճանի լավարկմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։ Նշվել է, որ ռազմավարական ծրագրի կատարողականը թվային տվյալներով հետևյալն է. 2024 թվականի համար նախատեսված 25 միջոցառումից կատարվել է 24-ը, մեկը կատարվել է մասնակի։ Անդրադարձ է կատարվել նաև թվայնացման ոլորտում իրականացված աշխատանքներին, նշվել է, որ սահմանվել են հանրային ծառայությունների մատուցման որակի չափորոշիչները, մշակվել է ներքին գործերի նախարարության, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2025 թվականի տարեկան միջոցառումների ծրագիրը, իրականացվել է շենքային պայմանների համալիր վերլուծություն, մեկնարկել և իրականացվում է մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների ծրագիրը։ Արփինե Սարգսյանը նշել է, որ արդեն գործում է ներքին գործերի նախարարության նորաստեղծ կրթահամալիրը քաղաքացիական կառավարմամբ, որը դիտարկվում է նաև որպես հետազոտական հաբ։ Բարեկային ծառայության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում այն գործում որպես արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդել։ Ներկայացվել է, որ իրականացված միջոցառումների արդյունքում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների ընդհանուր թիվը, աճել է իրավախախտումների բացահայտումը։ Միջոցառումներն իրականացվել նաև քրեական ոստիկանության ու համայնքային ոստիկանության զարգացման, օպերատիվ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Վերափոխվել է ոստիկանության զորքերը, ձևավորվելու է ոստիկանության գվարդիան։ Ըստ 2024 թվականի անցկացված հարցումների, ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կազմում է 72%։ Նիստի ընթացքում ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ ոստիկանության բարեփոխումներին ուղղված միջոցառումների, մասնավորապես ոստիկանության ինստիտուտի գործունեության կատարելագործման և կարողությունների բարելավման վերաբերյալ։ Ամփոփելով քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարեփոխումների գործընթացի շարունակականությունը, հիմնվելով իրականացված միջոցառումների արդյունքների վրա։ Նա նաև ընդգծել է գաղափարախոսական ուղերձի կարևորությունը բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Շատ կարևոր է, թե պետությունը ինչ է ասում իր ոստիկանին, իր աշակերտին, իր քննիչին, իր պաշտոնյային։ Գաղափարախոսական աշխատանքը շատ կարևոր է, այդ թվում նաև քաղաքացի-ոստիկան հարաբերությունների առումով, նշել է վարչապետը։ 2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը, հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը։ Նախարար Սարգսյանի մոտ տեղի է ունեցել ընտրության փուլի եզրափակիչ նիստը։ Մարտի 31-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն մասնավոր գործընկերություն ծրագրի շրջանակում ընտրության փուլի եզրափակիչ նիստը։ Ամփոփվել են որակավորված և առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները տեխնիկական և ֆինանսական մասերի համադրմամբ։ Ըստ ստացված արդյունքների, Այդեմիա կոնսորցիումն ընդհանուր հաշվարկով
հավաքել է 94,97 միավոր, իսկ Ogentic կոնսորցիումը 79,24 միավոր։ Միջգերատեսչական գնահատող հանձնաժողովի անդամները կողմ են քվեարկել Idemia կոնսորցիումին հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշմանը։ Ըստ նախատեսված ժամանակացույցի 2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի արտադրությունը։ Կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում շենքային պայմանների ստանդարտացումը, գրասենյակների հիմնումը, սերվերային տնտեսությունը, տպագրական սարքավորումները, ծրագրային լուծումներն ու տեխնիկական վերազինումը հաղթող հայտատուի կողմից կիրականացվի առաջիկա 1 տարվա ընթացքում։ Հաջորդիվ հաղթող ընկերությանը կառաջարկվի պայմանագիրը ստորագրելու կարգը եւ պայմանները։ Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպական միության թմրամիջոցների գործակալության պատվիրակությանը։ Հանդիպմանը փոխնախարարը անդրադարձել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության նախագծին։ Վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում կարևորվել է երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 2-ին ընդունել է Եվրոպական միության թմրամիջոցների մոնիթորինգի ծրագրի գլխավոր համակարգող Իլզե Յակոբսենի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Արմեն Ղազարյանը ներկայացնելով թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ ներքին գործերի նախարարության որդեգրած քաղաքականությունը անդրադարձել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության նախագծին, հանցավորության կանխարգելման ռազմավարության մշակման ուղղված աշխատանքներին։ Վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում փոխնախարարը կարևորել է երկկողմ համագործակցությունը, ուրվագծելով հանրային անվտանգության բաղադրիչի շրջանակում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ Արմեն Ղազարյանն անդրադարձել է նաև Հայաստանի եւ Եվրոպոլի համագործակցության խորացմանը, ընդգծելով Հայաստանի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը։ Փոխնախարարը կարևորել է նաև եվրոպական սահմանային եւ առափնյա պահպանության գործակալության հետ փոխգործակցության ընդլայնումը, նշելով, որ այն կնպաստի սահմանային հսկողության եւ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։ Պատվիրակության ղեկավարը ներկայացրել է թմրամիջոցների գործակալության գործունեության հիմնական ուղղությունները, նախաձեռնություններն ու Եվրոպական միության անդամ եւ հարևան երկրների հետ համագործակցության մանրամասները։ Անդրադառնալով տեխնիկական կապի կետի թմրամիջոցների դիտակենտրոնի աշխատանքին, նա ներկայացրել է մշակված ձեռնարկի վերաբերյալ մանրամասներ, խոսել թմրամիջոցների մոնիթորինգի եւ կանխարգելման համատեքստում վաղաժամկետ տեղեկացման համակարգի դերի մասին։ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է թմրամիջոցների եւ հոգեմետ հոգեներգործոն նյութերի շրջանառության եւ ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը, անդրազգային հանցավորության դեմ պայքարի գործիքակազմերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության հեռանկարները, փորձի փոխանակման հնարավորությունները եւ ոլորտին վերաբերող այլ հարցեր։ Ներքին գործերի նախարարության եւ ՄԱԿ-ի կառույցների համագործակցությունն ամրապնդվում է։ Փոխնախարար Ղազարյանը ընդունել է նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ժամանակավոր ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը բարձր են գնահատել թվային գործիքների ներդրումը, ինչը ոլորտի պատասխանատուներին կօգնի ավելի արագ եւ արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 2-ին ընդունել է միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Քննարկվել են փախստականների, ապաստան հայցողների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել ապաստան հայցողների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը։ Ընդգծվել է նոր կառուցված կացարանի շահագործման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա մինչև 100 մարդու ապահովել կացարանով, նպաստելով նրանց սոցիալական պայմանների բարելավմանը։ Կողմերը համակարծիք են եղել, որ փախստականների եւ ապաստան հայցողների խնդիրների լուծումը պահանջում է համակարգային մոտեցում, օրենսդրական բարեփոխումներ, համապատասխան գործիքակազմերի մշակում։ Միգրացիա եւ քաղաքացիության ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացման համատեքստում շեշտադրվել է կրթական հատուկ մոդուլների մշակման անհրաժեշտությունը, որոնք հիմնված կլինեն նախորդ տարիների փորձի վրա, մասնակիցներին հնարավորություն տալով զարգացնել գիտելիքներն ու հմտությունները։
Կարևորվել են նաև միգրացիայի եւ աղետների ռիսկի կառավարման համակարգի թվայնացման գործընթացը։ Կողմերը բարձր են գնահատել թվային գործիքների ներդրումը, ինչը ոլորտի պատասխանատուներին կօգնի ավելի արագ եւ արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին։ Անդրադարձ է կատարվել նաև տվյալների հավաքագրման ու վերլուծման թվային մեխանիզմներին։ Այս համատեքստում քննարկվել է միջազգային լավագույն փորձը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը։ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը օրերս աշխատանքային այցով Ֆրանսիայում էր։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հրշեջ սպաների ազգային ակադեմիայի ղեկավար կազմի հետ, ծանոթացել մոդուլային սրահներին, հրշեջ փրկարարների եւ կամավորների վերապատրաստման գործընթացին։ Մարտի 23-ից 29-ը փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը ԵՄ կողմից ֆինանսավորվող աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների եւ անվտանգության ոլորտի բարեփոխումներին ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Ֆրանսիայում էր։ Այցի նպատակն էր քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում փորձի փոխանակումը եւ համագործակցության ընդլայնումը։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության քաղաքացիական պաշտպանության եւ ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրինության ներկայացուցիչների, ինչպես նաեւ տարբեր քաղաքներում գործող հրշեջ փրկարարական եւ արտակարգ իրավիճակների կառավարման ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Հարավ-արևելյան գոտու միջգերատեսչական գլխավոր վարչակազմում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայում քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների ծառայությունների ընդհանուր կազմակերպման սկզբունքներն ու առաքելությունները, ինչպես նաեւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կառուցվածքը։ Ներքին գործերի նախարարի տեղակալը հանդիպել է նաև Ֆրանսիայի հրշեջների ազգային ֆեդերացիայի նախագահ, ավագ կամավոր հրշեջ, փոխգնդապետ Ժան-Պոլ Բոսլանդի, ինչպես նաև Անսի, Գրենոբլ եւ Վալանս քաղաքների վարչական հրշեջ փրկարարական ծառայությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել է կամավորական հրշեջ փրկարարական ջոկատների փորձը, ինչպես նաև ներդրված ծառայությունների եւ անձնակազմի կառավարման մեխանիզմները Հայաստանում կամավորական համակարգի զարգացման նպատակով։ Միաժամանակ անդրադարձ է կատարվել ճգնաժամային կառավարման եւ հաղորդակցման մեխանիզմներին, սպառնացող աղետների ռիսկերին եւ դրանց արձագանքման միջոցառումներին, արտակարգ իրավիճակների կառավարման գործողությունների շղթային, հրշեջ փրկարարական օպերատիվ կենտրոնների աշխատանքի կազմակերպմանը։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Ֆրանսիայի հրշեջ սպաների ազգային ակադեմիայի ղեկավար կազմի հետ, ծանոթացել մոդուլային սրահներին, հրշեջ փրկարարների եւ կամավորների վերապատրաստման գործընթացին։ Այցելել են նաև գերատեսչական եւ քաղաքային հրշեջ փրկարարական ծառայության գլխավոր շտաբ, ինչպես նաև սիմուլյացիոն կենտրոններ, մասնագիտական ուսումնական հաստատություններ։ Մի շարք քննարկումներ են տեղի ունեցել ուսուցման նորարարական մեթոդների, ճգնաժամային կառավարման, ինսարակ քոփ թիմերի եւ շինարարական ռիսկերի կառավարման վերապատրաստման գործընթացների վերաբերյալ։ Այցի ավարտին պատվիրակության անդամները եղել են ջրափրկարարական ջոկատում, տեղում ուսումնասիրել տեխնիկական հագեցվածությունը, հետևել ջրափրկարարական աշխատանքների կազմակերպման եւ անօդաչու թռչող սարքերով հետախուզական աշխատանքների իրականացման ընթացքին։ Փորձի փոխանակման շրջանակում նման միջոցառումները նպաստում են ոչ միայն երկու երկրների համապատասխան ծառայությունների միջև կապերի ամրապնդմանը, այլև Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի զարգացմանը, արդիականացմանը եւ միջազգային լավագույն փորձի կիրառմանը։ Աղետների ռիսկի կառավարման ոլորտում կամավորական շարժման խթանումն ապահովում է արագ, ճկուն եւ արդյունավետ արձագանքման հնարավորություն։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն ընդունել է Կարմիր խաչի ընկերության միջազգային ծրագրերի վարչության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանն առանցքային թեմաներից էին կամավորական հենակետերի տեխնիկական վերազինման, հեռավոր համայնքներում նոր հենակետերի ստեղծման հարցեր։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է ավստրիական Կարմիր խաչի ընկերության միջազգային ծրագրերի վարչության ղեկավար Էդուարդ Տրամպուշի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալները։ Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում կամավորական շարժման զարգացման ուղղությունները, վերլուծել ձեռք բերված հաջողությունները, պլանավորել հետագա քայլերը։ Կամո Ցուցուլյանը բարձր է գնահատել ավստրիական եւ Կարմիր խաչի ընկերությունների համագործակցությունը, հատկապես կարևորել կամավորական փրկարարական շարժման զարգացման նպատակով 2022 թվականին մեկնարկած Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում ծրագիրը, որի ավարտը նախատեսված է 2026 թվականին։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ հաջողությամբ գործում է կամավորական հրշեջ փրկարարական 9 հենակետ, աշխատանքներ են տարվում եւս 3 հենակետի ստեղծման ուղղությամբ։ Էդուարդ Տրամպուշը բարձր է գնահատել կամավորական շարժման զարգացման ուղղությամբ փրկարար ծառայության ջանքերը։ Նա նշել է, որ աղետների կառավարման ոլորտում կամավորական շարժման խթանումն ապահովում է արագ, ճկուն եւ արդյունավետ արձագանքման հնարավորություն։
Կողմերը քննարկել են ծրագրի շրջանակներում նախատեսվող քայլերը, որոնք ուղղված են Հայաստանում կամավորական շարժման ինստիտուցիոնալիզացմանը։ Քննարկվել են նաև կամավորական հենակետերի տեխնիկական վերազինման, հեռավոր համայնքներում նոր հենակետերի ստեղծման հարցեր։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Հայաստանում կամավորական շարժման զարգացման ուղղությամբ։ Փրկարծառայության հոգեբանական աջակցության բաժնում վերապատրաստվել են Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները։ Հատուկ փուլային կրթական ծրագրի շրջանակներում կազմված դասընթացների նպատակն էր բարձրացնել 45 աշխատակիցների բարդ եւ ճգնաժամային իրավիճակներում հոգեբանական աջակցություն ցուցաբերելու պատրաստվածությունը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի եւ Արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի գլխավորությամբ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել վերապատրաստման դասընթացներին Արդարադատության նախարարության հարկադիր ծառայության աշխատակիցների մասնակցության վկայագրերի հանձնման արարողություն։ Առաջին հոգեբանական օգնություն թեմայով վերապատրաստման դասընթացները, որոնք կազմակերպվել էին ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի կողմից, անցկացվել են մարտի 24-ից ապրիլի 2-ը։ Հատուկ փուլային կրթական ծրագրի շրջանակներում կազմված դասընթացների նպատակն էր բարձրացնել 45 աշխատակիցների բարդ եւ ճգնաժամային իրավիճակներում հոգեբանական աջակցություն ցուցաբերելու պատրաստվածությունը։ Վերապատրաստման դասընթացների նպատակներից էր նաեւ մասնակիցներին ծանոթացնել արդյունավետ հաղորդակցության, առաջին հոգեբանական օգնության տրամադրման սկզբունքներին։ Դասընթացներն իրականացվել են տեսական եւ գործնական պարապմունքների ձևաչափով։ Մասնակիցները հոգեվերականգնողական վիճակի բարելավման համար հնարավորություն են ունեցել օգտվելու հատուկ ռելաքսացիոն սարքավորումներից։ Դասընթացների ավարտին մասնակիցներին շնորհվել են վկայագրեր։ Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարության հարկադիր ծառայությունը եւ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը համագործակցում են 2021 թվականից եւ նմանատիպ միջգերատեսչական հանդիպումները կրում են շարունակական բնույթ, նպաստելով մասնագիտական կարողությունների զարգացմանը եւ աշխատակիցների հոգեկան առողջության պահպանմանը։ Կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր թողարկումը։ Մենք վերադարձանք իսկ այժմ այլ թեմաներից։ Ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցման պայմանները բարելավվում են։ Նրանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է։ Առաջարկվող տեսանյութը այն մասին է, թե ինչպես եւ ինչ պայմաններում են իրականացվում ուղեկցումները։ Ազատությունից զրկված անձանց ամբողջ ծավալով ուղեկցման հարցը շարունակում է մնալ ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում, հիմքում ունենալով նրանց իրավունքների պատշաճ ապահովումը։ Ոստիկանության բարեփոխումների շրջանակում դիտարկվել է ազատազրկված անձանց ուղեկցման մոդելային փոփոխությունը եւ ձևակերպվել հարցի ինստիտուցիոնալ նոր մոտեցումն առ այն, որ նրանց ուղեկցումն իրականացնելու է այն կառույցը, որի շահառու է տվյալ անձը։ Մասնավորապես նոր մոդելով ձերբակալված անձանց ուղեկցումը ձերբակալվածների պահման վայրի զատարան եւ հակառակ ուղղությամբ իրականացնելու է ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Կալանավորված եւ տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը համապատասխանաբար քրեակատարողական հիմնարկից բնակության վայրից դատարան եւ հակառակ ուղղությամբ իրականացնելու է Արդարադատության նախարարությունը, իսկ դատարանում գտնվելու ժամանակամիջոցում տվյալ անձի պահպանությունն իրականացնելու է դատական դեպարտամենտը։ Այս մոդելին անցումը տրամաբանական է, որ պահանջում է ներդնել մեծ ջանք եւ ռեսուրս, ու այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում գործընկեր կառույցների հետ, կարգավորելու հարցի թե օրենսդրական, թե գործնական հատվածը, թե ժամանակացույցը։ 2024 թվականի ընթացքում նախարարությունն ընդհանուր առմամբ ստացել է 17165 ուղեկցման հայտ, 20170 ձերբակալված եւ կալանավորված անձի ուղեկցման վերաբերյալ։ Չի կատարվել 5581 անձի ուղեկցումը կամ 27.7%-ը, որից կալանավորված անձանց ուղեկցման 12530 հայտ, 14724 անձի վերաբերյալ, որից չի ապահովվել 4019 կալանավորված անձի ուղեկցումը կամ 27.3%-ը։ Չկատարված
Սպառման պատճառներից է ուղեկցող ստորաբաժանման հաստիկների կիսով չափ թափուր լինելը, նշված գործընթացին համայնքային ոստիկանության ներգրավումն այն պայմաններում, երբ նշված ծառայության հիմնական գործառույթը համայնքի հետ աշխատանքն է, դատական նիստերի դահլիճ ուղեկցումից հետո նիստի չկայանալը եւ այլն։ Տնային կալանքի մասով կարևոր է արձանագրել, որ այն որևէ կերպ չի կարգավորում օրենսդրությամբ, այսինքն չկային իրավասու սուբյեկտը, որը պարտավոր է ապահովել ուղեկցումը։ Այդուհանդերձ հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության բարձր երաշխիքը, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հանձն է առել իր սակավ ռեսուրսներով ապահովել նաև այդ անձանց ուղեկցումը դատարան եւ հակառակ ուղղությամբ։ Նկարագրված ինստիտուցիոնալ նոր մոդելը կյանքի կոչելուն զուգահեռ ներքին գործերի նախարարությունը քայլեր է ձեռնարկել գործող պայմաններում ազատությունից զրկված անձանց ուղեկցումն ամբողջ ծավալով կազմակերպելու համար։ Ինչ քայլեր է ձեռնարկել ներքին գործերի նախարարությունը վերջին ամիսներին։ Ձեռք է բերվել միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ կահավորված 22 տրանսպորտային միջոց ուղեկցումներ արժանապատիվ կազմակերպելու համար։ Ձեռք է բերվել եւս 12 ուղեկցող տրանսպորտային միջոց, որոնք գտնվում են կահավորման փուլում։ Փոփոխվել են ուղեկցող ստորաբաժանման հաստիկները, այն դարձնելով սպայական եւ ավելի գրավիչ։ Փոփոխված հաստիկները քայլ առ քայլ համալրվում են։ Ուղեկցող ստորաբաժանումներում գործուղման կարգով ներգրավվել են նաեւ այլ ստորաբաժանումների ծառայողներ։ Ձեռնարկված քայլերն արդեն իսկ էականորեն բարելավվել են ուղեկցման իրավիճակը։ Եթե մինչ այս քայլերը օրինակ փետրվարի 24-ից մարտի 1-ը ուղեկցման հայտերի սանրաբեռնվածության պատճառով չէր կատարվում 159 կամ 34.6%-ը, ապա ձեռնարկված քայլերի արդյունքում ուղեկցման թիվն էականորեն նվազել է մարտի 25-ի դրությամբ հասնելով 24-ի կամ 5.2%-ի։ Ըստ վիճակագրության մարտի 6-ից 11-ը ստացվել է ձերբակալված եւ կալանավորված 339 անձի ուղեկցման վերաբերյալ հայտ։ Սանրաբեռնվածության պատճառով չի կատարվել 32-ը կամ 9.4%-ը։ Մարտի 12-ից 18-ը ստացվել է ձերբակալված եւ կալանավորված 458 անձի ուղեկցման վերաբերյալ հայտ։ Ծանրաբեռնվածության պատճառով չի կատարվել 20-ը կամ 4.4%-ը։ Մարտի 18-ից 25-ը ստացվել է ձերբակալված եւ կալանավորված 464 անձի ուղեկցման վերաբերյալ հայտ։ Ծանրաբեռնվածության պատճառով չի կատարվել 24-ը կամ 5.2%-ը։ Ներքին գործերի նախարարության խնդիրն է շարունակել աշխատանքները, նպատակ ունենալով ուղեկցման հայտերը չբավարարելու թիվը հասցնել 0-ի։ Կրակային պատրաստություն, էլեկտրոմոբիլների ուսուցման դասընթաց, Պարեկային ծառայության կենտրոնական վարչակազմի ծառայողները կատարելագործում են հմտությունները։ Կրակելու հմտություններն են կատարելագործում Պարեկային ծառայության կենտրոնական վարչակազմի ծառայողները։ Պարեկային ծառայությունում ընթանում են պարեկային ծառայողների կրակային պատրաստության դասընթացներ։ Դասընթացից առաջ բժիշկը պարտադիր հետաքրքրվում է պարեկային ծառայողի առողջական վիճակով ու հետո միայն սկսվում է պարապմունքը։ Առաջիկայում նախատեսվում է փուլ առ փուլ պարապմունքներ անցկացնել պարեկային ծառայության ողջ անձնակազմի հետ։ Պարբերաբար իրականացնում են կրակային պատրաստության դասընթացներ ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման համար։ Կրակային պարապմունքին զուգահեռ շարային հրապարակում էլեկտրոմոբիլների ուսուցում դասընթացներ։ Պարեկային ծառայությունը համալրվել է էլեկտրոմոբիլներով, ուսուցման շրջանակներում պարեկային ծառայողները զարգացնում են իրենց հմտությունները առաջիկայում էլեկտրոմոբիլներով ծառայություն իրականացնելու համար։ Դասընթացի ավարտին ծառայողները ստանում են համապատասխան գնահատականներ։ Ներքին գործերի նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների տրամաբանության շրջանակում պարեկային ծառայությունը վերազինվում է նյութատեխնիկական եւ տրանսպորտային նոր միջոցներով, իսկ պարեկները շարունակաբար կատարելագործում են գիտելիքներն ու հմտությունները։ Շաբաթվա քրեական ամփոփագրին առաջարկում եմ ծանոթանալ մեկ տեսաշարով։ Ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման գործում էական նշանակություն ունի բնակչության մոտ ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերումն ու արգելավումը։ Պատահական չէ, որ իրավապահ մարմինները մշտական ուշադրության կենտրոնում են պահում այս գործը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների վերջին բացահայտումներն էլ անկասկած ունեցել են նաեւ կանխարգելիչ նշանակություն։ Ապրիլի 2-ին բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Երևանի Աղվան վարչական շրջանի բնակիչ
բնակիչ 38-ամյա տղամարդը ապօրինի պահում եւ կրում է զենք զինամթերք։ Տվյալն իրացվեց կենտրոնականի համայնքային ոստիկանների հետ համատեղ։ Նույն օրը ժամը 23:45-ին տղամարդը հայտնաբերվեց Երևանի Ամիրյան Կողբացու փողոցների խաչմերուկի մոտ Range Rover մակնիշի մեքենայում։ 38-ամյա տղամարդը, վարորդը եւ ելի մեկ ուղևոր զենք զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվեցին եւ ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին կենտրոնական բաժին։ 38-ամյա ավանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 փամփուշտով լիցքավորված Մակարով տիպի ատրճանակ եւ ցալովի դանակ։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացած նույնաբովանդակ մի օպերատիվ տեղեկություն էլ իրացրել էին Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանների հետ։ Մարտի 27-ին ժամը 19:35-ին մայրաքաղաքի 16-րդ թաղամասի բակերից մեկում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել էին 25-ամյա երիտասարդն ու իր 20-ամյա նշանածը եւ Mercedes մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել Մաշտոցի բաժին։ 20-ամյա աղջկա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր 8 փամփուշտով լիցքավորված Մակարով տիպի ատրճանակ եւ կանեպանման զանգված, իսկ 25-ամյա երիտասարդի մոտ կար մոխրացած հետքերով կատուծիչ։ Երկու դեպքով էլ ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Մայրաքաղաքի, Արարատի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերի 36 բնակարաններում գողություն կատարած Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 39-ամյա տղամարդը 37-րդ բնակարանը թալանելիս ձերբակալվեց։ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներն արդեն բացահայտել էին բնակարանային գողության դեպքերը, հիմնավոր կասկածներ ունեին կատարողի ինքնության վերաբերյալ եւ մնում էր միայն հայտնաբերել նրան, երբ ստացան եւս մեկ օպերատիվ տեղեկություն, որի իրացումը պահանջում էր արագ գործողություն։ Մարտի 12-ին ստացված տեղեկության համաձայն կասկածյալը պատրաստվում էր թալանել հերթական բնակարանը Մասիս քաղաքի Արարատյան փողոցում։ Մեկնել ենք նշված վայր, որտեղ հայտնաբերվել ենք բնակարանի գողություն կատարող երևանցուն, ձերբակալել եւ տեղափոխել ենք Արարատի մարզային վարչություն։ Տեխնիկական միջոցի գործադրման պատմանը բացելու միջոցով մուտք էր գործել նշված բնակարան, տակնու վրա էր արել տանիրերը։ Երևանի 39-ամյա բնակիչը խոստովանեց, որ մայրաքաղաքում եւ Հայաստանի տարբեր մարզերում կատարել է եւս 36 բնակարանային գողություն։ Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության ամենօրյա աշխատանքի արդյունավետությունը կախված է նաև յուրաքանչյուրիս հանրային պատասխանատվությունից։ Ոստիկանությունը հորդորում է հնարավորության սահմաններում բնակարանի լուսամուտներին տեղադրել ճաղավանդակներ, անվտանգության համակարգեր, մուտքը հսկող տեսախցիկներ։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Սոցիալական տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ, այսպես ասած, գայթակղիչ հայտարարությունները, որոնցով քաղաքացիներին առաջարկում են կատարել արտարժույթի, մասնավորապես ռուբլու փոխանակում առավել բարձր արժեքով, քան տարադրամի փոխանակման կետերում։ Խարդախության սխեման հետևյալն է. հանցավորները նախ վարձում են թանկարժեք ավտոմեքենա, որի վարորդին պատվիրում են գնալ երկկողմանի ելումուտ ունեցող առևտրի որևէ կենտրոնի տարածք։ Արտարժույթ փոխանակել ցանկացող անձին եւս խնդրում են մոտենալ նույն վայր։ Հեռախոսակապի միջոցով հանդիպեցնում են վարձույթով ավտոմեքենայի վարորդին եւ արտարժույթ փոխանակել ցանկացող անձին, որին հանցավորը նախապես ասած է լինում, թե ինքն իբրև շատ զբաղված է եւ գումարը կվերցնի իր մտերիմը, նկատի ունենալով վարորդին, որը առևտրի կենտրոնի տարածքում կփոխանակի գումարն ու կվերադառնա։ Ուստի անհրաժեշտ է գումարը տալ նրան ու սպասել ավտոմեքենայում։ Վարորդը վերցնում է փոխարկվող գումարը, մտնում է առևտրի կենտրոն եւ չի վերադառնում։ Խարդախից ուղակում հայտնված անձը թանկարժեք ավտոմեքենայում սպասելով չի էլ մտածում, որ դա վարձույթով վերցված է կամ էլ վարորդն էլ ամենևին էլ հանցավորի մտերիմը չէ։ Այսպիսով քաղաքացին չի ստանում իրեն հասանելիք գումարը մնալով ձեռնունայն։ Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք կատարել արտարժույթի փոխանակում միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորված արժութային գործակալների միջոցով խարդախության զոհ չդառնալու համար։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։